լրատվամիջոց այսպես տեղեկություն տարածվեց, որ Հայաստանը Եվրամիությունից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար, այսպես Ռուսաստանի նկատի ունենալով։ Արդյոք նման բան կա եւ Եվրամիությունից Հայաստանը փաստորեն օգնություն է խնդրել հիբրիդային այսպես կոչված պատերազմի դեմ պայքարի համար։ Եթե անկեղծ ես այդ քննարկումներին, այդ process-ներին չեմ մասնակցել, իմ մասնակցությունը չկա, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ իհարկե հնարավոր են լինեն հիբրիդային հարձակում, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների, ազդել ընտրությունների վրա եւ կամ որոշակի երկրներից, որոնք որ ուրեմն թիրախային այսպես չեն ցանկանա, որպեսզի Հայաստանում լինի ազատ ժողովրդավարական ընտրություններ եւ ժողովրդի կողմից ուրեմն ընտրված իշխանություն եւ բնականաբար երկրների սուվերեն իրավունքն է եւ պաշտպանել այդ պետությունների եւ ժողովուրդների շահը եւ ես կարծում եմ, որ շատ նորմալ է, որպեսզի մենք այդպիսի հարձակումներից մեր ժողովրդավարությունը եւ մեր պետությունը պաշտպանենք։ Այսինքն Ռուսաստանն է Հայաստանում հիբրիդային պատերազմ անում, թե Եվրամիությունը։ Ես որևէ երկրի կամ տարածաշրջանի անուն չտվեցի, ցանկացած երկիր կամ տարածաշրջան, ցանկացած անձ կլինի դա տարբեր նախկին պաշտոնյա, օլիգարխ, այլ երկրի, թե որևէ այլ, էական չի ինձ համար։ Եթե նա փորձի ազդել Հայաստանի Հանրապետությունների ընտրությունների վրա կեղծիքների, փողի, ընտրակաշարքի, կեղծ լուրեր տարածելու, տարբեր տեսակի ընդհանրապես ժողովրդավարության վրա տարբեր հարձակումներով, ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդավարության իրավունքն է, այլ ժողովրդավարության պարտավորությունն է պաշտպանել իրեն եւ ժողովրդավարությունը դրա համար պետք է ունենա այո փող, դրա համար պետք է ունենա անհրաժեշտ ուժ, պետք է ունենա գիտելիքներ եւ անհրաժեշտ ժամանակին գործի կտրուկ եւ հատուկ։ Իսկ այդ հարցում Հայաստանը ունի Եվրամիության աջակցության կարիքը այդ պայքարում։ Ես կարծում եմ, որ Եվրամիության երկրներում ժողովրդավարության փորձը եւ պատմությունը եւ տարբեր տեսակի հիբրիդային հարձակումներից այդ իրենց հաջողված փորձը կարելի է կիրառել, որովհետեւ իսկ ով է ասել, որ եվրոպական երկրներում ժողովրդավարությունը այդպես մի օր որոշել են, որ պետք է լինեն ժողովրդավար ու բոլորով դարձել են ժողովրդավար եւ ով է ասել, որ իրենք դարձել։ Բնականաբար այդ երկրներում էլ այսօր էլ կան ուժեր, որոնք որ ժողովրդավարությունների վրա հարձակումներ են գործում, որոնք եւ իրենց երկրից դուրս եւ իրենց երկրների ներսում։ Այսինքն Հայաստանին անհրաժեշտ է այդ օգնությունը Եվրոպայից։ Եվ բոլոր իմ կարծիքով ես կրկնում եմ, ժողովրդավարական երկրներին անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարությունը գիտելիքներով, ուժով եւ գումարով եւ որպեսզի պետությունը կարողանա ժողովրդավարությունը պաշտպանել եւ անհրաժեշտ պահի գործել հատու եւ կտրուկ եւ ժողովրդավարությունը դա նա է, երբ ժողովուրդը ընտրում է իր ուզած իշխանությանը եւ ժողովրդի ձայնը չի կեղծում եւ ժողովրդի ձայնը չի կեղծվում եւ այն ուժը, որը ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներ է ստանում եւ ժողովուրդը իրապես ընտրում է այդ ուժին, ոչ չեն բաժանվում ընտրակաշարքներ, մարդկանց չեն ահաբեկում, մարդկանց չեն ցուցակագրում, մարդկանց չեն ուղարկում ընտրությունների, մարդկանց եւ տարբեր բաներ մարդկանց հետ տեղի չի ունենում, այդպիսի իրավիճակում օրինակ ժողովրդավարության այդպիսի ընտրություններն են սովորաբար բնորոշ։ Իսկ դա չի նշանակում եւ
կուսակցությունների գրանցումներ թույլ չեք տալու, այսինքն այդ գումարները տրվում են, որ ես չգիտեմ դա ինչ սցենար է, ես չգիտեմ դա ինչ սցենար է, չեմ կարող մեկնաբանել, որովհետև ես չգիտեմ Իսկ լավագույն փորձը, որ ասում եք Եվրոպան ունի լավ փորձեր, որ կարողացել է օգնել, ինչ մասնավորեք որպես օրինակ։ Այն որ ակնհայտորեն որպես տարածաշրջան, ես կարծում եմ, եթե ոչ մեկ չի վիճի, որ մեծ հաշվով Եվրոպան որպես տարածաշրջան ամենաժողովրդավարական տարածաշրջանն է, այսինքն գլոբալ առումով ամենաքիչ ընտրությունները կեղծվում են եվրոպական տարածքում, եվրոպական միջավայրում, որն է, որ իրենք աջակցել են եւ հաջողված փորձում են։ Եթե իրենք ստեղծել են ժողովրդավարությունը եւ պահել են ու շարունակում են պահել, դա ենթադրում է, որ իրենք ունեն որոշակի գիտելիքներ եւ մեխանիզմներ, որոնք որ հնարավորություն են տալիս ժողովրդավարությանը ինքն իրեն պաշտպանել։ Ես դες մեկ օրինակ բերեմ։ Տեսեք, մեկ օրինակ բերեմ, տեսեք, հա, օրինակ ժողովրդավարությունը երբ որ չկարողացավ իրեն պահպանել, ասենք Վայմարյան հանրապետությունը Գերմանիայում ինչ տեղի ունեցավ, դա արդյունքում օրինակ Հիտլերը եկավ իշխանության։ Սա այն է, երբ որ ժողովրդավարությունը իրեն չի կարողանում պաշտպանել, ինչեր կարող են օրինակ տեղի ունենալ։ Հետևաբար ժողովրդավարությունը ինքը Եվրոպայում էլ է սովորել, ինչպես պաշտպանել ժողովրդավարությունը։ Բայց ժողովրդավարության հետ կապված Վրաստանում օրինակ ձեր իշխանության բոլոր այն վատ արարքների վրա, որի ժամանակ նախկին իշխանությունների ժամանակ աղմկում էին, ակցիաներ էին անում, իսկ ձեր դեպքում Եվրոպան կարծեք թե աչքերը փակ է, ակաժները փակ է, ոչ խոսում են, ոչ բարձրաձայնում են բռնությունների, կալանավորումների հետ կապված։ Ստացվում է ժողովրդավարությունը, անգամ հասարակական կազմակերպություններն են արձագանքում այս մասին։ Տեսեք, երկու տարբեր կարծիք։ Դուք ասում եք, որ եվրոպացիները աչք են փակում, իսկ դուք ասացիք, որ անգամ եվրոպական հասարակական Հայաստանի հասարակական կազմակերպական հիմա արձագանքում են, թե չեն արձագանքում։ Սա մեկ, երկրորդը ես կարծում եմ, որ արձագանքելու համար հիմք է պետք։ Երբ որ որևէ մարդ օրինակ որևէ մարդու ապօրինի են ենթադրել բանտարկում, բնականաբար շատ նորմալ է, որ արձագանքեն։ Իսկ որևէ մարդու երբ որ հիմնավոր են բանտարկում, բնականաբար ինչ արձագանք է այդ դեպքում։ Իսկ բոլորը հիմնավոր կալանավորումներ։ Ուրեմն իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, առավել քան հիմքեր եղել են, որովհետև երբ որ ես տեսնում եմ օրինակ հայտարարությունները եւ այլն, դրանք դրանք համեմատում եմ մեր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հետ, ես տեսնում եմ, որ ապօրինություն երևի թե կլիներ հակառակը։ Ժողովրդավարական եկեղեցուց քաղաքացու բերանը փակելով ուժային կառույցի ներկայացուցիչները դուրս հանեն։ Ես կարծում եմ ժողովրդավարությունը այն իրավիճակն է, երբ որ օրինակ միտեղ 1000 հոգի հավաքվում են, օրինակ մեկը չի կարող գալ եւ իր կամքը պարտադրել 1000-ին։ Ավտորիտարիզմը ձեր ասածն է։ Ավտորիտարիզմը սա է, երբ որ 1000 հոգի օրինակ պատարագի են մասնակցում, մեկը գալիս է եւ իր կամքը թելադրում է այդ 1000 հոգուն, խանգարում է պատարագը, խանգարում է մարդկանց եւ այլն։ Ժողովրդավարությունը ասում է, որ այդ ժամանակ պետքա այդ մարդուն ուղեկցես դուրս, ինչպես արվում է, որպեսզի մնացած 1000 հոգու, 2000 հոգու, 5000 հոգու շահերը պաշտպանվեն։ Ցանկացած պարագայում, երբ որ օրինակ հիմա մենք օրինակ ենթադրենք ունենք մարդիկ, որոնք որ ինչ որ հանցանքների համար դատապարտված են, ասենք օրինակ մարդու սպանել։ Ինչի է դատապարտվել, որովհետև հանրության շահը ավելի կարևոր է, քան այդ մեկ անձի շահը։ Նույն բանն է։ Հիմա դուք կներեք, օրինակ կարող է որևէ մեկի հարմար լինի, կներեք, իր բնական կարիքները օրինակ ճանապարհի մեջտեղում փոխի։ Հիմա պետությունը պետքա գործի այդ դեպքում, թե չէ, որ ինչն է կարևոր, մնացած 1 միլիոն մարդու հանրային շահը, թե այդ մեկի իր մտքով անցածը։ Պետությունը այդ դեպքում կներեք, ոստիկանությունը այդ դեպքում գնում է այդ մարդուն, ասում որ դու ստես բան չես կարող անել, ուղեկցում այնտեղ որտեղ դրա համար նախատեսված է, մի հատ տուգանում է, որովհետև չնայած այն հանգամանքին, որ այդ մարդու իրավունքները կարող է ինչ որ չափով այդ պահին կներեք ինձ խանգարում են։ Այդ մարդու որովհետև քաղաքացի, ինչի՞ չի հեռացում, երբ որ մեկ այլ քաղաքացի ասում է Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ինչի՞ չի հեռացում այդ քաղաքացին։ Ես բազմացել եմ բազմաթիվ պատարակների,
հատկապես վերջին շրջանում 3 պատարագի բացակայել եմ, մնացած պատարագների մասնակցել եմ եւ լսել եմ աղմուկ միայն, ես կարևոր նաեւ բան ասեմ, միայն կազմակերպված մարդկանց կողմից, ավելին ասեմ, ուրեմն սիրելի հայրենակիցներ, խորանի կողքը սովորաբար մեր ընդդիմադիր շատ սիրելի լրագրողները գալիս են, իրենք շատ լավ գիտեն, թե երբ է լինելու աղմուկը, ուրեմն մի ինչ-որ պայից իրենք կանգնած են, ոչ մի բան չեն անում, հետո ինչ-որ պայի բոլորը հանում են իրենց ուրեմն հեռախոսների տեսախցիկները միացնում են, ու այդ արդեն գիտեք էլի, շուտով սկսելու է աղմուկը։ Եվ մոտավորապես 1 րոպե հետո մի աղմուկ, եւ երբ որ այդ թամաշան ավարտվում է, մեր լրագրողները անջատում են իրենց հեռախոսները, մի մասը եւ հիմնականում պատարագը թողած գնում են։ Ահա սա է մեր, ահա այս ամեն ինչը կազմակերպված նրա համար է, որ ձեզ ցույց տան այս հիբրիդային հարձակումը դա է, այդ դրա համար է պետք գիտելիքներ գրվալեն, որպեսզի մենք թույլ չտան, որպեսզի որոշ լրատվամիջոցներ կարողանան ձեզ կտոր առանձին իրենց համար սարքած, իրենց կողմից սարքած կտորները այնպես մատուցեն, թե ձեզ թվա, թե այդտեղ մի ահասարցուկ ես հարց կարող եմ տալ պարոն Պապոյան։ Պարոն Պապոյան, պարոն Պապոյան, դուք ասացիք, որ այդ փորձը կարող է օգտակար լինել։ Հիմա այդ փորձի փոխանակման համար Հայաստանը օրինակ քննարկումներ կամ բանակցություններ ունի եվրոպական կողմի հետ։ Ես սկզբում ասացի, որ ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցում, հետեւաբար չեմ կարող հաստատել կամ մերժել։ Ես ասացի, որ այդպիսի որպես դիրքորոշում, որպես process ես նորմալ եմ համարում։ Եթե անգամ չկա, նորմալ կհամարեմ, որ լինի, եթե կա, էլի նորմալ եմ։ Իսկ դա չի լինի օրինակ միջամտություն Հայաստանի ներքին Մեր Եմեն միջամտություն։ Ոչ, որովհետև տեսեք, նախ ինչ նկատի ունեք միջամտություն ասելով։ Եթե մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում, ասում եք, այս մարդը ասենք ահաբեկիչ է, ուզում է ինձ սպանի կամ ծեծի։ Այդ դեպքում դա եթե դուք համարում եք, որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն է, ոստիկանությունն է, պարոն Պապոյան։ Ես կարծում եմ, որ դա, եթե դա միջամտություն է, այո, ես այդ միջամտությունը հաստատում եմ։ Եթե միջամտություն չէ, պարոն Պապոյան, մենք Եվրամիության մասին ենք խոսում։ Ես ասում եմ, լավ, մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Մեր ներքին կառույցների մարմինը։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Դուք բնակարան եք գնել, տեղափոխվել եք եւ ձեր վերևի եւ ներքևի հարևանը շաբաթը 7 օր 24 ժամ աղմկում է եւ չի թողնում ձեզ քնի։ Այ երկրի ինչ-որ քաղաքացիական կառույցի դուք օրինակ իրավունք ունեք, ենթադրենք հայցելու որևէ պետական իրավական մարմնի աջակցություն, որպեսզի թողի որ դուք քնեք։ Պետական մարմնի այո, բայց այստեղ Եվրամիության մասին է ես հարցնում։ Սա ես համարում եմ, որ եթե որպես խորհրդատվություն, որպես աջակցություն, դա մի այսինքն պետք է խնդիրը նայել այսպես։ Եթե մի կողմում նժարի վրա հետեւյալն է, երկրի ինքնիշխանությունը կորցնելը, երկրում ուրեմն ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը եւ ձեր ասածը, այո, ակնհայտորեն ես կնախընտրեմ դա, որպիսի բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը որևէ մեկին չհաջողվի։ Այն ուժերը, որոնք որ կփորձեն այդպիսի բան անեն, բնականաբար ժողովրդավարությունը իրեն պետք է պաշտպանի եւ համապատասխան գիտելիքներ, մեթոդներ եւ ֆինանսավորում դրա համար եւ գործիքակազմ պետք է ունենա։ Օրինակ Վրաստանում, պարոն Պապոյան, Վրաստանում Եվրամիությունը դա ձեր մոտեցումն է։ Չի կարող լինի, հասնում է։ Պարոն Ինչ առումով։ Տեսականորեն ֆինանսավորում դիներ։ Տեսականորեն բոլոր տեղերից չեմ բացառում։ Ինձ համար կարևորը հետեւյալն է, որ մեր ինքնիշխանություն ժողովրդավարությունը որևէ արտաքին ուժից չվնասվի։ Այսինքն այստեղ իմ համար էական չի, իսկ ցանկացած արտաքին ուժ, որը կուզենա մեր երկրում ժողովրդավարությունը եւ ժողովրդի ձեռքից իշխանությունը խլել, ինչ տարբերություն իմ համար ինքը որտեղից է։ Իմ համար մեկ է։
Հիմա Եվրամիությունը ոչ մի ձև չի հարմարվում Վրաստանի գործող իշխանությունների ընտրությամբ եւ գիտենք նաեւ Ես չեմ ուզում մտնեմ մատի եւ մատանու արանքը։ Ես ինչ գործ ունեմ Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունների հետ։ Ներողություն, որը ես ասում եմ Վրաստանի իշխանությունների հետ ակտիվ աշխատում եք։ Ես մատի եւ մատանու արանքը բացարձակ չեմ ուզում մտնեմ։ Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունները թողենք Եվրամիության եւ Վրաստանի ժողովրդին։ Ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներկրման օրակարգից բանակցությունների շնորհություններ կան, պարոն Պապյան։ Այն ինչ որ հաստատել եմ ես ազատությանը, այս բանը ավել բան չկա, եթե լինի առևտրային գաղտնիք չեմ կարող։ Այսինքն ներողություն, ընկերությունը ապրանք է ներկրում եւ Ես դա իրանցից հարցրեք բոլոր ընկերություններին, հաստատեն բան չէ, ես դրա որ ընկերություններ բերեն Դրա մասին մենք պարզաբանել ենք Բաղրամյանի արարած, բայց շարունակվում է, ճանապարհին կա։ Երկրորդ խմբականակը։ Երկրորդը եկել է, դե գիտեք դրա մասին, ճանապարհին հիմա նոր խմբականակներ կան։ Որտեղ էլի նույն Կգա ես տոննաներով կհրապարակեմ։ Այս բանը դրանից ավել չեն կարող։ Երբ որ գա դրա մասին, այո, դրանք դիմավորեն։ Մինչև այս պահը ծորենից բացի Հայաստան-Ադրբեջանով ինչ էր ներկրվել կա։ Հայաստան-Ադրբեջանով։ Ադրբեջանի տարածքով։ Հա, երկաթուղով իմ տեղեկությունները միայն ծորեն։ Իսկ բանակցություններ բացի նավթամթերքից ուրիշ ինչ որ ապրանք տեսակներ կան։ Ինքնից քննարկել ենք դա, հնարավորությունը կա բաց է, բայց բանը ավելի այս բանը ավելի արդյունավետ է համարվում ցամաքային արտահանումը։ Այնտեղ նկատի ունենք այդ ավելի անվտանգ է ապակե շշերի տեղափոխման համար, ու բիզնեսը համարում է որ կոնյակի արտահանման համար շշալցված տարբերակը ավելի ցամաքային Վրաստանով ավելի այս պահին գոնե ավելի նպատակարար է, բայց այդ հարցը քննարկել։ Պարոն Պապյան, Եվրամիության անդամակցության հայտ, այսպես ասած, որտեղ կարծես թե եվրոպացիք շտապում են, որ այդ հայտը ներկայացվի, ինչ մտադրություն կար եւ ինչպես գիտենք, նորից Օվերչուկ ասել է, որ անհամատեղել է ԵԱՏՄ եւ Եվրամիություն այս մասով ինչ կա, այսինքն անդամակցության հայտ Հայաստանը պատրաստում է, որ պետք է ներկայացնի, թե դեռ այդ օրենսդրությունը։ Ես կարծում եմ ձեր հարցը ԱԳՆ-ին պետք է ուղղակի ես այդ հարցով չեմ զբաղվում։ Երեք Նարեկ Կարապետյանը ձեզ էր արձագանքել նաև իբրևս մյուս Ես արձագանքել եմ, ես կարծում եմ, որ բավարար արձագանքել եմ, շատ բավարար եւ իհարկե հասկանում եմ մեր լրատվամիջոցների կողմնակալ մոտեցումը, երբ որ Նարեկ Կարապետյանի ուրեմն հոլովակը դուք ձեր էջերում դնում եք, ձեր կայքերի, բայց Գևորգ Պապոյանի պատասխանը երբեք չեք դնում։ Չէ, ես հիմա ուղիղ ասում եմ։ Դա ձեր ընտրությունն է, ես արդեն բավարար չափով անդրադարձել եմ դրան եւ եթե ես հպարտ եմ իմ կենսագրությամբ, ես հպարտ եմ, որ ծնվել եմ մի ընտանիքում, դասախոսի եւ ուսուցչի ընտանիքում եւ այո, լավ եմ սովորել, ես քիչ առաջ էլ ասացի, 5-երով եմ սովորել, այդ թվում ինձ 5 նշանակողներից մեկն է պարոն Ավետիսյանն է։ Ուրեմն կներեք շարունակեմ, ես լավ եմ սովորել եւ դրա հետևանքով աշխատել եմ ուրեմն տարբեր զուգահեռ ամբողջ կյանքում եւ դասախոսական աշխատանքով մասնավոր պետական, այո, սկսել եմ ներքևից, մարքեթինգի մասնագետ, բաժնիպետ, փոխտնօրեն, հետո падգամավոր, հետո մշտական հանձնաժողովի նախագահ եւ նախարար եւ այո, այնպես չի եղել, որ ծնվել եմ մեծացել եմ, ծնվել եմ, հաց եմ կերել, հետո էլի եմ հաց կերել, կներեք, ասեմ, եւ ի տարբերություն ձեր նշած անձի, պարզապես չեմ ծնվել, հաց չեմ կերել, էլի հաց չեմ կերել ու միանգամից գործարանի տնօրեն չեմ դարձել։ Հիմա էդ այդ մարդու բախտն է, որից ոչ մեկը չունի իմիջայլոց, այդ առանձնահատուկ բան է։ Քանի որ հացից խոսեք, կներես Փայլակ ջան, 4-րդ կարգի ցորենի հացը վերջապես կերած թե չէ։ 4-րդ կարգի ցորենը չի եղել, եղել է 3-րդ կարգի ցորեն, բոլորս այդ հարցը կերել ենք։ Այդ 2000 տոննա ցորենը, սիրելի հայրենակիցներ, դա մեր մեկ օրվա եւ մի քանի ժամվա սպառումն է, ամբողջ Հայաստանի բնակչությունը այդ հացը կերել ենք, վերջացրել ենք, այդ ինչ որ մի օրվա ձեր կերած լավաշը կամ բուխանկան Նարեկ ջան, այդ հացից է եղել։ Այնպես որ ես էլ եմ կերել, դու էլ ես։ Պարոն Պապոյան, իսկ այս նոր խմբականը նույն քանակի է, պարոն Պապոյան, թե ավելի։
այս նոր խմբականակը, որ գալիս է, էլի նույն երրորդ կարգն է եւ նույն քանակի։ Երրորդ կամ երկրորդ։ Նույն քանակի էլի 2000 տոննա։ Ավելի շատ։ Իսկ Պարոն Պապայան, հեղուկ գազը թանկացել է, հարվածումից դարձել է շուրջ 2 դրամ, սա ինչով է պայմանավորվում։ Չեմ կարող ասել։ Մենք կանոններ են գործում, եթե պրոբլեմ տեսնենք, եկեք ընդունենք հրապարակային, թող սպառողների իրավունքների պաշտպանության տնտեսական մրցակցության հանձնաժողովը այս հարցը դիտարկի, եթե ես ուղիղ խնդրում եմ հիմա իրենց, եթե կա այդպիսի հարց եւ դա քննարկելի է, անպայման խնդրում եմ Վարույթ Հարությունյան եւ Պարոն Պապայան, ճիշտ եմ հասկանում, օրինակ դուք նույն էլեկտրոմոբիլների այդ արտոնությունը, որ տվել է ԵԱՏՄ-ն, դուք այսպես ասած դա գովերգում եք ԵԱՏՄ-ի հետ աշխատանքը, բայց ընտրությունների մասով ապավինում եք Եվրամիությանը, ճիշտ եմ հասկանում։ Այստեղ երկու աթոռի նստելու Ես բոլորի հետ շատ լավ եմ աշխատում, որ ես վատ աշխատեի որևէ մեկի հետ, ոչ մեկ մեզ Եվրոպայում էլ, Ռուսաստանում էլ ոչ մի բան չէր տա։ Ես շատ լավ եմ աշխատում, ես գիտեմ ում ինչ պետք է ուզեմ եւ ինչ պետք է դրա դիմաց տալ, որպեսզի դա ստանամ, եւ ես այդ ամեն ինչը անում եմ նրա համար, որ մեր ժողովրդին հնարավորինս լավ լինի։ Այսինքն եթե դուք չընտրվեք, նշանակում է ինչ որ մի կենտրոնից միջամտել են ընտրություններին, ճիշտ եմ հասկանում։ Եվ ինչու եք անում, եթե այդպես վստահ եք, որ հաղթելու եք, ինչու եք այսպես բոլոր ձեր ընդդիմախոսներին կալանքի տանում եւ այլն։ Ինչն է սա պատճառը։ Եթե հաղթելու վստահ լինելը եւ հանցագործության մեջ մեղադրվող անձանց օրենքով նախատեսված պրոցեսները չկատարել, ինչ կապ։ Այսինքն մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, անգործության մատնվեն մեր իրավական մարմինները, ասենք երկրում ով ինչ ուզի անի, բա ձեր անվտանգությունը, բա մեր անվտանգությունը, ես կարծում եմ, որ քրեական գործում բավարար չափով նկարագրված ամեն ինչ, ես հիմա ոչ փաստաբան եմ, ոչ քննիչ, ոչ էլ դատախազ, որ միջամտեմ այդ գործում։ Ուզեք ապագայում ձեզ նույն դատավորները դատեն։ Որ դատավորները։ Մասիս Մելքոնյանը, եթե առաջիկայում Բայց ինչի պետք է դատեն, եթե ես որևէ բան չեմ արել։ Դե ինչ գիտեք չեք արել, Պարոն Պապոյան, Ես բայց եկեք ավարտենք, արդեն սկսենք ասել, խոսել, կամ էլ կարող ենք շարունակել, բայց քաղաքականությունն է կարևոր, թե քաղաքական հարաբերությունը։ Ես այդ հարցին ում որ առաջ անգամ այդ հարցը տրվել է, ինքը պատասխանել է եւ ես ավելացնելու բան չունեմ։ Այո, պատասխանվել է եւ ավելացնելու բան չունեմ։ Այն ինչ որ ասվել է, ասվել է։ Ուղղակի քպականների մոտ սովորություն է ուրանալ իրենց խավորներին, օրինակ նույն Հայկ Կոնջորյանը։ Ես չգիտեմ ով ինչա եւ այլն, այդպեսի բան նախ դա ձեր գնահատականն է, այդպես չի, նախ այդպես չի եւ երկրորդը դա ասացի։ Չեմ ուզում ավելացնեմ որևէ բան, որը այդ իրավիճակի վրա ես այդ թեմայով որոշել եմ չխոսել, խոսել են մարդիկ, հացատրվել, պատասխանել են, շարունակեմ կլրեմ, որում իմ կարծիքով այդպես բավարար պատասխաներ տրվել։ Պարոն Պապայան, բայց մի հարց էլ էլի այդ վառելիքի հետ կապված, հիմա որ ասացիք բերվում այդ նոր խմբականակը, Հայաստանը պարբերաբար պատասխան առաջարկներ հնչեցնում, որ նաև Ադրբեջանը օգտվի Հայաստանի ճանապարհներից, ինչու արձագանք չկա մինչև հիմա ձեր։ Դե տեսեք, իրենք այսպես թե այնպես այդ ճանապարհը ունեն։ Իրենք այդպես թե այնպես հարմար ճանապարհներ ունեն, բայց ես վստահ եմ, որ ինչ որ փուլում իրենք օգտվելու են, իրենք շարունակում են բավականին երկար եւ ծախսատար ճանապարհներից օգտվել։ Բայց Հայաստանի առաջարկը չընդունել, ինչու։ Ես ենթադրում եմ, որ սպասում են ամբողջական կարգավորմանը, որից հետո նոր Այսինքն ինչ որ ռիսկեր են տեսնում, մտահոգություն։ Չեմ կարծում, մտահոգություն բացարձակ ես չեմ տեսնում, պարզապես մոտեցման խնդիր է։ Մենք իրենք կարծում են, որ պետք է ամեն ինչ ավարտելու միանգամից, մենք կարծում ենք, որ կարելի է զուգահեռ անել։ Իսկ ես Եվրամիության հետ որ քննադատել էին իրենք այդ Հայաստան Եվրամիություն այսպես այդ հռչակագրում։ Դե հասկացա ինչ, ԱԳՆ-ի հետ քննարկելի հարցը ես չեմ կարծում, որ մեր մասով որևէ խոչընդոտ կա։ Չէ, ուզում ասեմ, դա չի խանգարելու իրենք, այսինքն ինչ որ պատճառներ են բռնում։ Ես կարծում եմ, որ այդպիսի
Պատճառի առիթ դա վստահաբար չի կարող լինել։ Պարոն Պապյան, հիմա այս ճանապարհով բեռը երբ որ գալիս է, մի երկու անգամ արդեն եկել են տարբեր բեռնատարներ։ Հիմա շահավետության առումով ինչ փոխվեց, այսինքն նախորդ երթուղին եւ այս երթուղին։ Լավ հարց եք տալիս, որովհետեւ ուրեմն մի այսպեսի հարց տամ ձեզ, իրավիճ նկարագրեմ։ Ուրեմն նախորդ տարի այս ժամանակ ես նայում եմ ինվոյսները 190-ից $200 էինք Ռուսաստանից սահմանին ստացել ուրեմն բեռնափոխադրումով ծորենը։ Այսօր գները 275 է։ Ծորենի։ Այսինքն ինքը ուղղակի գինը փոխվել է, գինը բարձրացել է։ Հիմա սա կարա օրինակ նպաստի, որ ավելի արագ ստանանք, ավելի անխափան ստանանք, 10 կամ $20 օրինակ ավելի էժան ստանանք։ Այո, բայց ես ուզում եմ ասել, այլ գործոնները ավելի շատ են ազդում։ Մենք ստեղ կարող է այս եղանակով $20 գինի իջացնենք, բայց տեսեք, այն մի տարբերակում մինչև $85 ինքը, ասենք, բանը գինը բարձրացել է, որովհետև տեղում անցած տարի բերքը շատ է եղել։ Ուրեմն գները ավելի ցածր են, այս տարի բերքը ավելի քիչ է եւ գները բնականաբար բարձրանում են։ Այսինքն ուզում եմ ասեմ, կարող ենք ակնկալել տեսականորեն, որ ավելի արագ կլինի, այո, որտեղ դա ավելի արագ է, հերթերը պակասում են։ Կարող ենք ակնկալել, որ ավելի էժան կլինի, այո, ավելի էժան կլինի, բայց դա հիմա հաջորդ տրամաբանական հարցը կլինի։ Բայց այդ դեպքում հացի գնի վրա ինչքան է ազդելու, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև նորից մի հատ ուրիշ օրինակ է։ Եթե ծորենը ձեր ասել է, որ բանանալը պետք է հասնել է։ Այո, կամ եթե բայց բարձրացել է գինը, կամ հիմա այսօր կուրսը ռուբլու 5 է, չէ՞։ Հիմա եթե վաղը դարձավ 6, ավտոմատ բարձրանալու է, կամ վաղը դարձավ 4 ավտոմատ իջնելու է, բայց դա իհարկե, եթե դուք առնում եք օրինակ պայմանական ինչ-որ բանը 4 ռուբլով, կամ լավ 1 ռուբլով, մի դեպքում այդ 1 ռուբլու համար վճարում եք 4 դրամ, մի դեպքում վճարում եք 5 դրամ, մի դեպքում վճարում եք 6 դրամ։ Այսինքն այնքան շատ գործոններ է ազդում, որ նույնիսկ երբ հիմա կարող է հասը մեկ այլ գործոնի պատճառով գինը իջնի, բայց սխալ կլինի, պնդում է, ես ասեմ, այդ տեսեք, դա միայն երկաթուղու շնորհքն է։ Այնքան բազմաթիվ գործոններ։ Իսկ մարդիկ ոնց են դա զգալու, այդ փոփոխությունը, մարդիկ քաղաքացիները ոնց են զգալու, այդ ոնց է ասում եք դա ապաշրջապատում։ Էս ասեցի, բանային անվտանգություն կա, ընդհանուր առմամբ գների էժանացման վրա էթնիկ գործոնով դրական ազդեցություն, արագություններ, բեռնափոխադրումների։ Հիմա օրինակ, մենք դեպք ենք ունեցել, լարսը փակվել է, որովհետև ձնաբուխ կամ սելավ։ Մենք ինչ ենք անում, գնում ենք մեր պահուստային ցորենը, սկսում ենք օգտագործել։ Հակառակ դեպքում երկրում հաց չի լինի։ Դրա համար մենք ունենք պահուստային միջոց։ Հիմա այդ դեպքում մենք այդ պահուստի ներ չենք գնա, բա որ լավ ամսով չվերանորոգեն, ինչ ենք ունենալու։ Հիմա այդ դեպքում փակվեց, այլընտրանքային ճանապարհ կա։ Էսա, այսինքն այդ այնքան բազմաշերտ հարց եք տալիս, որ բազմաթիվ գործոններ դրա վրա ազդում են։ Շնորհակալ եմ։